Ես ուզում էի հարցնել ձեզ, տեսեք Եվրամիությունը այդքան հնարավորություններ է տալիս թե տնտեսության զարգացման, թե կիբերանվտանգության։ Մենք գնում ենք այդ ծրագրերի հետևից։ Մենք հռչակում ենք, որ գնում ենք այդ ծրագրերի հետևից, մենք ասացինք, որ ընդունեցինք օրենքը։ Այլևս անդառնալի է, ասենք, մենք հետ չենք դառնալու, մենք գնալու ենք դեպի Եվրամիություն եւ այլ եւ շատ լավ հրաշալի է, որովհետեւ մեկը դրա դեմ չի կարող առարկություն ունենալ, բայց իրական գետնի վրա մենք ինչ ենք անում։ Օրինակ, երբ Եվրամիությունը որոշակի գումարը, ինչքան հիշում եմ, 15 թե 12 միլիոն եվրո է հատկացնում կիբերանվտանգության դեմ պայքարին, Հայաստանի Հանրապետությունում Կրեմլի վկաների աղանդը դա դարձնում է Արմագեդոն։ Բայց երբ Ռուսաստանն է 165 միլիոն դոլար հատկացնում, չգիտես ինչին, որևէ մեկը այդ մասին ինչ-որ կարծես չի աղմկում, համեստորեն բոլորը լռում են ու բոլորը ընդունում են, բա դե իհարկե ընտրություններ են գալիս, ոնց, բա այդ գումարները հիմա չհատկացնեն, երբ են հատկացնելու, ընդ որում որևէ մեկը չի արձանագրում նաև այն փաստը, որ մենք գիտենք միայն այդ մեկ գումարի մասին, իսկ իրականում ինչքան նման գումարներ են հատկացվում եւ դեռ հատկացվելու եւ ինչի համար, ինչ նպատակով, արդյոք մենք այստեղ այս կոնկրետ այս հակադրության մեջ չենք դնում քաղաքացու անվտանգությունը, պետության անվտանգությունը, պետության ինքնիշխանությունը ու ապագան, պարզ հակադրության մեջ ընդամենը։